Գիշերը խաղաղ չի եղել ռուս-ուկրաինական ճակատում։ Ռուսաստանի հրթիռակոծությունների հետևանքով Կիևում զոհվել է 14 մարդ։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ զոհերի թվում է Միացյալ Նահանգների 62-ամյա մի քաղաքացի։ Ըստ տեղական իշխանությունների, ռուսները հարվածել են տասնյակ շահեդ անօդաչուներով և մի քանի թևավոր ու բալիստիկ հրթիռներով։ Օդեսայում շահեդների հարձակումներից վիրավորվել է 6 մարդ, Զապորոժիեում վնասվել են մի քանի ձեռնարկություններ։ Ուկրաինայի մայրաքաղաքը ևս մեկ դժվար գիշեր ապրեց։ Այս պահին աշխատում է փրկարար ծառայությունը։ Ռուսական կողմը հայտնում է, որ գիշերը ոչնչացրել է 198 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Վորոնեժի, Տվերի, Լիպեցկի, Օրիոլի, Տամբովի, Տուլայի մարզերում և Մոսկվայում։ Ռուսական կամիկադզե անօդաչու թռչող սարքերը կառավարողների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հրամանատարական կետերը։ Զոհված զինծառայողների մարմինները Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են երկուշաբթի։ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդենսկիի տվյալներով Մոսկվան Կիև է ուղարկել 6060 զինծառայողի մարմին, ստացել 78 մարմին։ Զարուհի Սահակյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։